Ողջույն, սիրելի գոլեգաներ, սիրելի ներկաներ և Ախալքալակի մունիցիպալիտետի ղեկավարությունը։ Այսօր Ախալքալակի մունիցիպալիտետի ակումբների միավորման տնօրինությունը հրավիրել է ձեզ ներկա գտնվելու Օրերս Ախալքալակի մշակույթի տանը մեր լրատվականը ներկա գտնվեց մանկական մեկ հրաշալի ներկայացման, որը կազմակերպել էր Աշուղ Ալիկ Ջավախքը, նույն ինքը Ալիկ Քսպոյանը։ Փոքրիկ դերասանները, ովքեր 4-ից մինչև 14 տարեկան հասակում էին, Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» պիեսը ներկայացրին հավուր պատշաճի, դահլիճը թնդում էր ծափողջյուններից։ Ներկա էին նաև Ախալքալակի ավականու քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Կնորոգեմ Թաթարիգը, թող չտակրի Չալմուդուրի մեր հավիգը։ Այ դու ակնար խորոս մորոս, ման ես գալիս կորոս, էլ չես ասում ճուտիկներս կեր չունեն, ինչքան պիտի այսպես քաղցած լաց լինեն։ Հիմա գնամ քուջուջ անեմ, անձրավորը ողից անեմ։ Շնորհակալ եմ նախ, որ դուք մեզ հետ եք, Նինոցմին դայից մինչև գալիս հասնում եք Ախալքալակ և դեսաբանում եք այն ամենը, ինչ տեսակ նկատեցիք, առաջերտին շնորհակալությունս իմ։ Մյուսը ասեմ, որ այսօր բեմադրել ենք Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» պիեսը։ Գիտեք ինչ, այստեղ նստածները գիտեք, կան թատրոնի մասնագետներ, կարող են ասել, որ մեր բեմահարթակը միայն կա դահլիճ և բեմ, նույնիսկ եթե նկատեցիք չունեինք համապատասխան վարակույրներ, զանավեզ չունեինք նույնիսկ։ Թատրոնի համարյա մենք ոչ մի բան չունեինք։ Բոլորը արված է մեր ձեռքերով, մեր երեխաների, ծնողների ձեռքերով, որպեսզի այդ ներկայացումը լավ անցներ։ Հույսով եմ, որ երևի լավ անցավ, եւ իմ սաները բոլորն անք Աշուղական դպրոցի աշակերտներն էին, սկսած 4 տարեկանից տեսակ դուք մինչև 14 տարեկան երեխաներն էին, եւ մենք ջերուցում ունեցել ենք մոտավորապես հունվարի վերջից։ Փորձեր ստել ենք մարտին։ 2 ամսվա ընթացքում այդ թատրոնը կայացել է, այն երեխաներ, որոնք նույնիսկ չգիտեն, թե ինչ բան է թատրոնը, ինչպես պիտի իրենք բեմում իրենց պահեն, եւ այսօր գիտեք ինչ, իմ սպասվածից նույնիսկ վեր նրանք կարողացան խաղալ։ Ես չէի պատկերացնում, որ նրանք կարող են չվախենալ, չքաշվել, ինչպես ասում է, բայց նրանք ցույց տվին իրենց լավագույն կողմերը, փառք ու պատիվ իրենցից շնորհակալ եմ, իրենց ծնողներից, 90% գյուղերից են գալիս, հեռավոր գյուղերից, պատկերացնում եք, ամեն շաբաթ կիրակի տրանսպորտ չկա, տաքսիով, բանով գալիս են եւ հասնում են այստեղ, որպեսզի փորձեր անեն։ Ձեզանից նորից շնորհակալ եմ, հույսով եմ, որ ձեզ նույնպես դուր եկավ եւ ինչպես ասում է, ինչ տեսակ դա էլ մեկնաբան եք, փառք ու պատիվ ձեզ, որ դուք մեզ հետ եք։ Աչեսնայում, զախեսնայում, բավոր հանկարծ նարդնանա։ Մի վախենա, մինչև նրա ժամը չգա, ռոմբել դրակի չի արկանա։ Լինել դերասան դա պրոֆեսիոնալ արվեստ է, սակայն բեմահարթակում դերեր մարմնավորել փոքրիկների մոտ շատ լավ ստացվեց։ Նրանք համարձակորեն կարողացան ներկայանալ որպես հմուտ դերասաններ։ Լավ են գերան, լավ դժտացան, հիմա մի քիչ կարծվարդ անենք, մի քանի նոր օրենք թխենք։ Մենք այսօր ներկայացինք Հովհաննես Թումանյանի գրած «Անհաղթ աքլորը», ես կուզեմ շնորհակալություն հայտնել ենք Ալիկից, 2 ամիս չգա, ինչքան որ մենք աշխատել ենք այսի մեր խմբով, իմ դերը աքաղաղն էր, ճիշտ նոր ասեմ, շատ դուր էր գալիս ինձ, շնորհակալություն եմ նաև ուզում հայտնել բոլոր մասնագետներին։ Ախ դու ակլար բաց վերան, վերանդ պիտի փակ պահեիր, աշխարհով մեկ չգորայիր, ոսկի գտա, տեսար մեր ինչի հասար։ Ինչ շատ հաճելի էր այս մեր խմբի աշխատանքից, 2 ամիս է չկանչում ենք պարապինկը եւ այսքան լավ ստացվավ, համարյա կես ամսվա պարապած է։ Ես շատ գոհ եմ։ Իմ դերը աղվեսի դերը եւ ինձ դուր է գալիս 100%-ով։ Սա առաջի մեր ներկայացումն էր։ Կուտ են ուտում, կյանքս եկա լավ են ապրում։ Բա իհարկե լավ են ապրում, մեր մասնակն են հապշտակում։ Անդատերություններ կուտ են կա, նեզանդարնելու միջանչանքա, ծերագորեն ապետը կուտ ակնավել։ Ես բաբկեն եմ բերակչան, կապիկի տերում եմ խաղացել։ Նախ շնորհակալություն հայտնեմ Ալիկ Քսպոյանից։
շատ հաճելի օրենք ունեցել այսօրը եւ բոլոր մասնակիցներից եմ շնորհավոր։ Այսպես է արդարություն, անհավանն է, գաղվեզի հետ, հանցանքի բար եք մեկներ, բացկին դարներ, իսկույնից կբերեք, և ինքնույն տենց կբերեք։ Ես Մոնթե Բերակչյանն եմ, ես խաղում եմ ամուկի դերում, ես 9 տարեկան եմ, ես առաջի անգամ եմ խաղում թատրոնում, բայց լավ է ստացվում մոտս։ Շնորհակալություն եմ հայտնում Ալիկ Սպորյանին։ Բոլոր իմանով, թագավորը միակ ոսկին իմ գողացավ և իմանով որսկացավ։ Փորձանք է շանգորդին, ես ոնց անեմ սրա հոգին։ Ես Էմուլիկ Այվազյանն եմ, խաղում եմ ճուտիկի դերը։ Ինձ համար դժվար չէ, ես սիրուն խաղում եմ։ Մեկը ինչ է լինի, ոչ մի դեպքում ես չեմ լռում, թող բոլորն իմանան, թագավորը միակ ոսկին իմ գողացավ և իմանով որսկացավ։ Նմանատիպ միջոցառումների արկայությունը խթան է հանդիսանում մատաղ սերունդներին ամուր կապով կապել արվեստի, մշակույթի ու մանավանդ թումանյանական գաղափարախոսության հետ։ Կարդալ Թումանյան դա մեծություն է, իսկ մարմնավորել թումանյանական հերոսներին դա արդեն մեկ այլ հայեցի դաստիարակություն է։